Անունից հանդիպմանը եկել էր եւ ընդունելությունը վարում էր Հայաստան խմբակցության падգամավոր Արման Ղազարյանը։ Միայն ինքնորներից, ցավոք սրտի այդ падգամավորներից, այլ հանձնաժողովի եւ ենթադրվում էր, ես անկեղծ ակնկալում, որ հանձնաժողովի բոլոր անդամները ներկա կլինեին։ Օրինակ ես ունեի հարցադրումներ, քննարկման հարցեր հենց հանձնաժողովի նախագահ պարոն Վահե Ղալումյանի հետ։ Եվ ես խնդրեցի, որ պարոն Ղազարյանը փոխանցի, բայց դա նրան չվերաբերող հարց էր։ Օրինակ պարոն Ղալումյանը ընդգրկված է ազգային ժողովի նախագահի կողմից ստեղծված, գործող եւ ղեկավարվող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում։ Եվ ինձ օրինակ հետաքրիր էր, թե պարոն Ղալումյանը վերջին անգամ երբ է մասնակցել, որն է եղել այդ օրակարգի համար, իսկ այդ հանձնաժողովը ընդունելություններ չի անում։ Եվ ինձ հետաքրքիր էր դրա պատասխանը, բայց պարոն Ղալումյանը ցավոք սրտի չկար։ Կամ ինքը օրինակ եղել է Տավուշի մարզպետ, հիմա իր եղբայրն է Տավուշի մարզպետը, եւ ուզում եմ իմանամ, ասենք մարզի սահմանները այդ ընթացքում փոխվել է։ Ուզում եմ իմանամ ինքն է ապօրինի պաշտոնավար է, թե իր եղբայրը, որովհետեւ այդ ընթացքում ոչ մի միջազգային պայմանագիր, ոչ մի ոչ մի օրենք չի փոխվել։ Հիմա լավ կլներ այդ հասկանայի իրանցից որ մեկն է ապօրինի պաշտոնավար, մեկ ասած ապօրինի է, որովհետեւ իրանց պաշտոնավարան շրջանում երկրի սահմանները իրանց ղեկավարած մարզում փոխվել են։ Բաղազան, ձեր կարծիքով իշխանականները ինչ չեն իջել, ձեր հանգամանքն է եղել, դրա համար չեն եկել։ Մտածում եք, որ վախենում եմ, բայց ես չի պիտի վախենան։ Ես խոհեն միգուցե ասենք դժվար վախենան որևէ ասենք իմ կերպարից այդ ես գրեթե բացառում եմ միգուցե վախենում են այն խոսքից այն փաստարկներից որ իրանք պետքա լսեն որ իրանք պետքա պատասխանեն իրենք միգուցե խուսափում են քաղաքական պատասխանատվությունից քաղաքացիների հետ շփումից քաղաքացու նամակները կարող է միայն հակված են պատռելու դեն նետելու մտածում են որ կարող է քաղաքացին նույնը վարվի իրենց հետ բայց Չէ, ոչ թե մենք ենք իմպիչմենտ հայտնում, այլ իրանք պիտի հայտնեն։ Մենք հիմա գործընթացը իրենք պետք է սկսեն։ Այս հանդիպումների իմաստը այն է, որ չստացվի, որ մենք մեր կապարանոց հայտարարություններ ենք անում, որ պետք է ազգային ժողովը կառավարության անվստահություն հայտնի։ Ես օրինակ ամեն հանձնաժողովի հանդիպման գալուց աշխատում եմ, այսինքն նայել էի օրինակ կառավարության ծրագրից առանձնացրել էի ծրագրի բոլոր այն էջերը որոնք վերաբերում են կոնկրետ այդ հանձնաժողովի իրավասությունների տիրույթին ու պատրաստ եմ կարդալ հանձնաժողովի անդամների հետ այդ կառավարության ծրագիրը եւ ուզում եմ դրանից հետո իրենք ինչ են նպատակը իրանց հետ քննարկելն է որպեսզի իրենք իրենց ֆունկցիաները կատարեն Այո, ինձ հետաքրքիր է նախ իր կարգավիճակը, որովհետև իմ տպավորությամբ ինքը խախտել է Հայաստանի սահմանադրությունը եւ սահմանադրական կարգը, որովհետև Ռուբինյանը հայտարարվում է եւ ինքը ընդունում է իր այդ կարգավիճակը որպես հայ-թուրքական հարաբերություններում հայկական կողմի պաշտոնական բանագնաց։ Մեր սահմանադրությամբ օրենսդիր գործադիր եւ դատական իշխանությունները հստակ տարանջատված են եւ պարոն Ռուբինյանը օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյա է իսկ մեր երկրի սահմանադրությամբ արտաքին քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը այսինքն ըստ մեր երկրի օրենսդրությամբ եւ դիվանագիտական ծառայության մասին օրենքով քանի դեռ Թուրքիայի հետ կա դիվանագիտական հարաբերություններ վարչապետի որոշման պետք է նշանակվեր հատուկ հանձնարարությունների գծով դեսպան որը պատասխանատու լիներ հայ-թուրքական հարաբերություններում, ինչը իդեպ կորարվել է Թուրքիայում, այսինքն Սերդար Քլեչը ինքը պարլամենտի անդամ չի Թուրքիա, ինքը դիվանագետ է արտգործ նախարարության համակարգի պաշտոնյա։ Հիմա պարոն Ռուբինյանը իրավասու չի իրականացնել արտաքին հակառակը, կառավարությունը պիտի իրականացնի արտաքին քաղաքականություն եւ հաշվետվություն ներկայացնի ազգային ժողովին, այդ թվում Ռուբինյանին։ Բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն է նշանակել Ռուբինյանին, եւ Ռուբինյանը իրեն է հաշվետու։ Ես փորձեցի գտնել կառավարության որոշում, որով Նիկոլ Փաշինյանը Ռուբինյանին ինչ-որ պաշտոնում նշանակել է, դա արտաքին գործերի փոխնախարարի պաշտոն էր, բայց դա վաղուց է եղել, իսկ ինքը բանագնաց դարձել է ազգային ժողովի փոխնախագահ եղած ժամանակ։ Այսինքն
Պարոն Ռուբինյանը, պարոն Փաշինյանը խախտել են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ սահմանադրական կարգը։ Ես ուզում եմ իմանամ պարոն Ռուբինյանի իմ հետ հանդիպումից հետո պատրաստ է ինքնախոստովանական ցուցմունքով ներկայանալ ազգային անվտանգության ծառայության իրենք են նախաձեռնի հանդիպումը։ Պարոն Ղազարյան, Շարելով ես նախադեպը, որ այստեղ հաստատի չեկամ կպայական։ Դե հիմա ես ասեմ թե Ռուբինյանը ինչ կանի, ես չգիտեմ ինչ կանի։ Կարծում եմ, որ եթե ինքը որպես ծառայող հայտարարություն ա դրել քաղաքացիների ընդունելության, նախաձեռնությունը իմը չի։ Ազգային ժողովն է, ես ազգային ժողովի կայքից եմ այս տեղեկությունը վերցել, թե երբ է քաղաքացիների ընդունելություն։ Ես զանգել եմ, գրանցվել եմ պատշաճ կերպով եւ կարծում եմ, որ ինքը իր պարտականությունները պիտի կատարի։ Պարոն Ղազարյան, նշեցիք Ես բոլորի հանձնաժողովներում գրանցվել եմ։ Առաջիկայում ես տեղ եմ լելու գրեթե ամեն օր, վաղը չկա միայն ամսի 13-ին։ Օգնության կարիք կա, Պարոն Ղազարյան, մեկ հարց։ Օրերը կարամ ձեզ ասեմ, ամսի 14-ին աշխատանքի եւ սոցիալական հարցեր, ճիշտ ասած այդ օրը իմ դատի օրն է, հուսով եմ կհասցնեմ էլի դատարանից գամ ստեղ։ Պետաիրավական հարցերում 15-ին ամսի, տնտեսական հարցեր 16, առողջապահություն 19, ֆինանսավարկային բյուջետային 20-ին, պաշտպանության 21-ին, մարդու իրավունքներ 22, գիտություն կրթություն 30։ Իսկ Հակոբ Արշակյանի հետ մեր պատմական հանդիպումը կայանա ամսի 16-ի ժամը 14-ին։ Պարոն Ղազարյան, Եվ մի հարց էլի, Արման Ղազարյանի հետ հանդիպեցիք եւ ձեր փաստարկներից հետո նա եւս ասաց, որ անվստահություն հայտնելու գործընթացի համար ամբողջական հիմքերը կան, քանի որ կառավարությունն իր ծրագիրը չի կատարել։ Այո։ Արման Ղազարյանը այն խմբակցության պատգամավոր էր, որը ասել է, որ այս գործընթացը չեն կարող մեկնարկել, քանի որ համախմբում չկա։ Ինչ որ դիսոնանս չի առաջանում։ Չէ, ես տպավորություն ստացա, որ պարոն Ղազարյանը իր տեսակետներով այս հանդիպումից հետո ինքն էլ ոչ միայն հանձնաժողովի իր գործընկերներին կներկայացնի այս մեր առաջարկը, այլ նաև խմբակցության գործընկերներին, ես ցանկացած падգամավոր, ցանկացած պահի կարող է նաև իր մոտեցումները վերանայել, դա վերաբերում է նաև խմբակցություններին։ Եվ մեր այս հանդիպումների իմաստը հենց դա է, որ ներկայացնենք իրավական հիմքերը, հիմնավորումները, որպեսզի падգամավորները վստահ լինեն, որ իրենք կայացնում են պետության եւ իրենց շահերից եւ իրենց լիազորություններից բխող գործողություններ։ Պարոն Ղազարյան, նշեցիք, որ եկել եք ինչ-որ հարցեր տալու, օրինակ Վարեղ Ալումյանի անունն եք տալիս սահմանների հետ կապված։ Հիմա ուզում եմ հասկանամ, ավելի շատ դուք եկել եք ոնց որ համոզելու падգամավորներին իմպիչմենտի հետ կապված, թե օրինակ հարցեր բարձելու падգամավորների հենց մասը։ Նախ ես եկել եմ իմ հիմնավորումն, այսինքն նամակը, որ ես ներկայացրել եմ падգամավորներին, շատ հակիրճ է, միայն հղում է պարունակում, բարև ձեզ, հղում է պարունակում միայն սահմանադրությանը։ Ես հիմա այս հանդիպումներով փորձում եմ լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնեմ, քանի որ հանդիպման ձևաչափը դա թույլ է տալի, լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնեմ եւ նաեւ անհրաժեշտության դեպքում պատասխանեմ падգամավորների հարցերին, եթե նրանք այդպիսի հարցեր ունեն։ Ես դուք հարցեր